Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով պատիվ ունեմ խմբակցության կազմակերպած լսումներին ձեռնունայն չի եկել։ 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները։ Շուրջ 4 ամիս առաջ Հայաստան խմբակցության պատգամավորներն իրենց ստորագրություններով միացան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պատիվ ունեմի սկսած գործընթացին։ Նախաձեռնողների վարչապետի թեկնածուն հանրապետական Դավիթ Համբարձումյանն է։ 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ պատիվ ունեմ խմբակցությանը, կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Խնդրում եմ ուշադրություն թյուրիմացություններից խուսափելու համար նաեւ։ Բայց իմպիչմենտի գործընթացը հաջողելու համար անհրաժեշտ են նաև ՔՊԱ-ականների ստորագրությունները։ Նախ պետք է 36 պատգամավորական ստորագրություն, որ հարցը արժան քննարկի, ապա 54-ը, որ Փաշինյանը հեռանա։ Իշխան Սաղաթելյանը նկատում է, իրենց ասում էին, թե ՔՊԱ-ականները չեն միանում, որովհետև Հայաստան խմբակցությունը չի միացել։ Այսօր ստորագրությունները փոխանցելով պատիվ ունեմին, Հայաստան խմբակցությունն ակնկալում է, որ ողջամիտ ժամկետում իմպիչմենտի գործընթաց կսկսվի։ Մենք արձանագրում ենք, կա իրավաքաղաքական հիմքերը, կա երկու խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը ներկայացված։ Հետևաբար մենք ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները եւ հարցը բերել իրական մեկնարկը տալ իմպիչմենտի գործընթացը այս դահլիճում։ Հայկ Մամիջանյանն ասում է, իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում կսկսեն միայն այն ժամանակ, երբ ունենան շուրջ 20 ՔՊԱ-ականի համաձայնությունը։ Մենք փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին լսումների մասնակիցները հետաքրքրվում են, երբ 4 ամիս առաջ պատիվ ունեմը հայտարարեց, որ սկսում է Փաշինյանին հեռացնելու գործընթաց, հաջողել են գոնե 1 ՔՊԱ-ականի համոզել, որ միանա իրենց։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը ուղիղ չի պատասխանում, ավելի շատ ապագայի մասին է խոսում, կմիանան ՔՊԱ-ականներն իրենց, եթե մեծ համախմբում լինի։ Գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպիսի ճակատ կձևավորենք, ինչպիսի պոտենցիալ դա կունենա եւ ինչպիսի արդյունավետ ճանապարհով կշարժվենք։ Հայաստան խմբակցության պատգամավորները նկատում են, որ վերջին տարիներին իմպիչմենտի գործընթաց չեն սկսել ոչ թե այն պատճառով, որ վարչապետի թեկնածու չունեն, այլ որովհետև վստահ չեն, թե ՔՊԱ-ականներից միացողներ կլինեն։ Ընդդիմությունը հիշեցնում է, եթե խորհրդարանում ձախողվի գործընթացը, դա կամրապնդի Փաշինյանի դիրքերը։ Հայաստան խմբակցությունը մի հոգու փոխարեն ունի մի քանի թեկնածուներ, բայց մենք գործընթաց չենք նախաձեռնել ազգային ժողովում, որովհետև մեր թեկնածուները չունեն պայմանավորվածություն կամ ՔՊ-ի կողմից վստահություն, որ իրենք կմիանան։ Հիմա մեր գործընկերները ասել են, կա նման պայմանավորվածություն իրենց թեկնածուի հետ կապված։ Այսինքն եթե մենք չենք մեկնարկել գործընթացը, դրա պատճառը ինչի որ տեխնացու չենք ունեցել։ Մենք տեխնացու չենք ունեցել, որ վստահ լինենք քաղաքացիական պայմանագիրը կմիանա։ Տիգրան Աբրահամյանը Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարության տեքստը ներկայացնելիս շեշտում է, երկրի ղեկավարը ձախողել է բոլոր ոլորտներում։ Ընդդիմադիր պատգամավորը արկածախնդրություն է որակում իշխանության վարած արտաքին քաղաքականությունը։ Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն եւ զիջում։ Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկի դիրքերը էապես թուլացել են։ Պատիվ ունեմի հայտարարության տեքստը շրջանառվում է խորհրդարանում, այն պետք է քննարկվի նաև ՔՊԱ-ականների հետ։ Նրանցից այսօր ոչ մեկը չէր մասնակցում լսումներին։ Խորհրդարանի նախագահն էր օթյակից մի պահ հետևում լսումներին։ Դահլիճում հնչած մեղադրանքներին էլ հակադարձում էր, ոչ մի կառավարություն էլ իդեալական չի աշխատում եւ չի կատարում բոլոր խոստումները։ Քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված։ Լսումներ անեն։ Ըստ փորձագետների միայն հանրային ճշմամբ է հնարավոր ստիպել ՔՊԱ-ականներին քայլ անել Փաշինյանի դեմ։ Պատիվ ունեմի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը այս փուլում կարևոր է համարում հատկապես ընդդիմադիրների համախմբումը։ Այդում ասում են, գիտեք ինչ կա, էսի կստացվի, էնի չի ստացվի, ՔՊ-ն կմիանա, չի միանա, դուք հələ միավորվեք ընդդիմադիրներով, նոր ՔՊ-ի մասին խոսեք։ Կարեն Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։